Իսկ դուք այս լոկացիայից Հաղարծինի վանքի ամբողջ շքեղությունը վայելելու տեսել եք, մենք տարվա բոլոր եղանակներին։ Իսկ ինչու է այստեղից ավելի գեղեցիկ, որովհետև բոլոր գմբեթներն այս հատվածից երևում է եւ իր ամբողջական պատկերն է նկատելի։ Իդեպ 2013 թվականին Հաղարծինի վանքը կարողացավ վերականգնվել եւ իր դռները բացել հավատացյալների առջեւ, ոչ ավել ոչ պակաս արաբ շեյխի հովանավորությամբ, քանի որ պատերը ճաք էին տվել եւ գմբեթում եւս կային վնասված տեղեր։ Իսկ որտեղից է առաջացել Հաղարծինի անունը ըստ ավանդույթի օծման ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի մոտ արծիվ է անընդհատ խաղացել, ճախրել եւ այդտեղից էլ առաջացել է անունը, քանի որ հաղ նշանակում է խաղ ճախրանք, իսկ ածիվ արդեն արծիվի անունից է կրճատված տարբերակով դարձել հաղ արծիվ։ Հաղարծինի վանքը Տավուշի մարզում է, Դիլիջանից ընդամենը 18 կիլոմետր հեռավորության վրա, կառուցվել է 10-ից 13-րդ դարերում։ Հաղարծինի համալիրը կանցված է 3 եկեղեցուց, ունի 2 գավիթ, որոնցից մեկն ավերված է սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր, այնպես որ եթե Տավուշ, ապա նաև Հաղարծին։ Իսկ եթե այսպիսի տեղեկությունները ձեզ հետաքրքրեն, ապա հետևեք, որ չկորցնենք իրար։